Սիրելի հեռուստադիտողներ, հաջորդ հետաքրքիր իրադարձությանն անդրադառնանք մարտի 21-ին ժամը 19-ին Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում տեղի կունենա Վալենտին Վարաբյով Ars Longa Vita Brevis, ճիշտ եմ չէ, ասում ցուցահանդեսի բացումը Վալենտին Վարաբյովի ռուսական երկրորդ ավանգարդ նշանավոր ներկայացուցիչ էր 1974 թվականի հայտնի բուլդոզերների ցուցահանդեսի մասնակից եւ կազմակերպիչ։ Ես իմիջիայլոց այս մասին լսել եմ դեռ ուսանող տարիներին, որովհետեւ այդ պատմում էին մեզ հենց արվեստի դասին, բայց ինձ թվում է ավելի մանրամասն դուք մեզ կներկայացնեք։ Այս պահին այս թեմայով, որպեսզի ավելի պարզ լինի մեր հեռուստադիտողին, կխոսենք մեր հյուրի հետ, Դավիթը կներկայացնի։ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, վաղ չենք տեսնվել։ Այո։ Այս անգամ մի քիչ այլ թեմա է, ոնց հասկանում եմ, որը դուք ինչ եք անում։ Այո, մենք կազմակերպում ենք եւ ներկայացնում ենք Հայաստանում առաջին անգամ ռուս հայտնի նկարիչ Վալենտին Վարաբյովի, ինչպես նշեցիք, երկրորդ ռուս ավանգարդի ներկայացուցիչն է համարվում, աշխարհահռչակ նկարիչ է, նրա առաջին ցուցահանդեսն է Հայաստանում, Ars Longa Vita Brevis, որը լատիներեն դրանք լատիներեն խոսքեր են, Հիպոկրատն է ասել, նշանակում է կյանքը անցողիկ է, արվեստը հավերժ է։ Եվ այս հրաշալի խորագրով առաջին անգամ ներկայացնում ենք Վարաբյովի աշխատանքները մեզ մոտ։ Սա մի քիչ ուրիշ ցուցադրությունից է, եկեք հասկանանք, հա, այդ ժամանակների։ Ուրեմն Խորհրդային Միության տարիներին շատ երկար ժամանակ 30-ական թվականներից սկսած արվեստի հաստատված գաղափարախոսություն էր սոցռեալիզմը, սոցիալիստական ռեալիզմը։ Բոլոր նկարիչները պարտավոր էին ստեղծագործել, նկարել կոմունիստական կուսակցության այդ դիրեկտների համաձայն, որ բոլորը ուրախ են, երջանիկ են, աշխատավորները գոհ, երջանիկ չէ, այսպես լուսավոր, օպտիմիստական պայծառ նկարներ էին։ Բայց կային նկարիչներ, այսպես կոչված նոն-կոնֆորմիստները, որոնք համաձայն չէին այդ իշխող գաղափարախոսության հետ։ Նրանք ուզում էին մի քիչ ընդլայնել իրենց արվեստի սահմանները, ուզում էին այդ ֆիգուրատիվ արվեստի սահմաններից դուրս գալ եւ նրանք զբաղվում էին աբստրակցիայով, ինչը շատ վատ էր ընկալվում Խորհրդային Միության ղեկավարների կողմից, որովհետև դա անհասկանալի էր։ Նրանք չէին կարող կառավարել, թե նկարիչը ինչ է նկարում, չէ, աբստրակտ արվեստը շատ բարդ է ընկալման համար։ Եվ այդ նկարիչները, նոն-կոնֆորմիստները ստեղծեցին ընդհատակյա արվեստ Խորհրդային Միության պայմաններում։ Եվ նրանք երբեմն բնակարաններում էին ցուցադրություններ կազմակերպում իրենց նեղ շրջանակով, եւ մի օր նրանք որոշում են, որ պետք է նրանց իհարկե ոչ մեկ ցուցասրահ եւ տարածք չէր տրամադրի իրենց արվեստի գործերը ցուցադրելու համար, որը համարվում էին խեղկատակություն, անճոռնիություն եւ այլն, եւ նրանք որոշում են Մոսկվայի ծայրամասում բաց երկնքի տակ ուղղակի տանել տեղադրել իրենց նկարները եւ կազմակերպել ցուցահանդես, այսպես ասած, որ ցանկացողները գան տեսնեն։ Դա այսպես կոչված այդ բուլդոզերային ցուցահանդեսն էր 1974 թվականի սեպտեմբերի 15-ին։ Նրանք բաց դաշտում դնում են իրենց նկարները եւ բառացիորեն րոպեներ անց նկարիչների աշխատանքների վրայով գալիս եւ անցնում են բուլդոզերներ։ Բառից բուն իմաստով ոտնատակ են տալիս նրանց նկարները, նկարիչներին ձեռփակալում են, նկարները վերացնում են, այսպես պատառոտում են, ինչ որ մնացել էր բուլդոզերի տակ այլևս անհնար էր փրկել եւ այդ ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն էլ Վալենտին Վարաբյովն է, որը հիմա 87 տարեկան է, երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում։ Եվ նա այդ բուլդոզերային ցուցահանդեսից հետո 75 թվականին արտագաղթում է Ֆրանսիա եւ այլևս չի վերադառնում Խորհրդային Միություն։ Հետաքրքիր է, որ նրանց բոլորին տանում են KGB, այդ կազմակերպիչներին, նկարիչներին, եւ այնտեղ այսպես թևավոր խոսքեր կան նկարիչների շրջանակում, ասում է ձեզ կրակել էր պետք, ափսոս, փամփուշտները, բայց փամփուշտները ափսոս են։ Այսինքն այնքան արգահատելի վերաբերմունք էր այդ նկարիչների նկատմամբ, որ ասում են նույնիսկ փամփուշտներն են ափսոս, որ ձեզ կրակենք։ Ու դրանից հետո Վալենտին Վարաբյովի ցուցահանդեսներ են տեղի ունենում Լոնդոնում, Գերմանիայի տարբեր քաղաքներում, Փարիզում, Ամերիկայում, եւ նա արվեստասերների շրջանում բավական հայտնի նկարիչ է, եւ այնպես ստացվեց, որ նրա ընկերը հայտնի կոմպոզիտոր, երաժշտական թերապևտ Կամիլ Չալաևը ապրում է Հայաստանում, նա հիմնադրել է Վայրի դպրոցը, ինքը զբաղվում է Դաունի եւ աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների հետ երաժշտական թերապիայով։ Եվ նրա մոտ գտնվում են Վալենտին Վարաբյովի
մոտ 15 աշխատանքներ Եվ մենք կապ հաստատեցինք Կամիլ Չալաևի հետ, նա սիրով համաձայնվեց տրամադրել այդ աշխատանքները մեր հիմնադրամում ցուցադրելու համար, այսպիսի հետաքրքիր կապերով, հետաքրքիր բացահայտումներով ես էլ բացահայտեցի, որ պարոն Չալաևը Բախի երաժշտության օգնությամբ թերապիա է անցկացնում երեխաների հետ, ֆանտաստիկ հետաքրքիր մարդ է նա։ Եվ այդ վայրի դպրոցի եւ 301 հիմնադրամի մասնակցությամբ Հայաստանում որոշեցինք կազմակերպել այս ցուցահանդեսը։ Իդեպ շատ հաճելի երաժշտական անակնկալ է սպասվում բացման օրը, Կամիլ Չալաևը ինքը բազմաթիվ գործիքներ է նվագում, կներեք, եւ ֆրանսիացի երաժիշտ ենք, ֆոլք երաժիշտ ենք սպասում Ֆրանսիայից, այդ օրը Չալաևի հետ կարճ երաժշտական հետաքրքիր ծրագիր Չգիտեմ ծրագիրը, անակնկալ է լինելու։ Ես շատ հետաքրքիր բան է սպասվում։ Բուլդոզերների պատմությունը հիշում եմ կերպարվեստի դասից ուսանող տարիներին պատմում էր մեր դասախոսը եւ հիշում եմ որ այն ժամանակ գրականության ասպարեզում էլ կային այդ թոհու բոհերը, այսինքն չնայած մեկ-մեկ իրենց հետ ավելի դաժան էին վարվում, այս դեպքում ասում եմ ոնց որ թե այդ որ լավ են պրծել էլի որ փամփուշտները ափսոսացել են, չէ։ Դե իրականում այդ ընթացքում խոսքը կամ գրվածքները օրինակ չգիտեմ գրողների հետ ավելի դաժան են վարվում, որովհետև իրենց խոսքը ավելի սուր է եղել։ Գոնե արվեստագետների շատ ժամանակ արվեստագետի միտքը չեն հասկացել ինչ է ասում, իսկ գրողը գոնե իմացել են, որ պոետը գրել է, ասել է, տպագրվել է։ Կարողացել են ենթատեքստը ինչ որ մի կերպ հասկանալ։ Բայց ինչ հետաքրքիր է այդ արգելքների եւ այդ պատիժների ներքո, որովհետև հաստատ գիտեին էլ իրենց ինչ է սպասվում, ստեղծագործում էին շատ իմաստով։ Հիմա որ իբր այսպես ասած արգելված ոչինչ չկա, իրականում չոր իմաստով տենց արժեք ունեցող արվեստի գործեր քիչ են ավելի ծնվում։ Ես չեմ ասում որ չկան, անշուշտ կան, բայց շատ ավելի քիչ են։ Իրականում այդ ընդհատակյա պայմաններում, սահմանափակումների պայմաններում, էքստրեմալ պայմաններում միտքը մի այլ կարգ է, այո, փայլատակում եւ աշխատում եւ հրաշալի նկարիչներ եւ ստեղծագործողներ եւ գրողներ գիտենք։ Հետաքրքիր է, մենք ինչի ենք օրինակ առաջին անգամ սա իրականացնում Հայաստանում։ Այսինքն մինչ այդ մենք ունեինք ֆինանսական խնդիրներ, թե մարդկանց, այսինքն կապերի։ Ինձ թվում է նաև չիմացության հարց է, չէ, որովհետև այնպես չէ, որ Վալենտին Վարաբյով անունը բոլորը այսպես գիտեն։ Հա, եթե մասնագիտականից, այո, ուղղակի երջանիկ, այսպես ասած, պատահականությամբ իմացանք, որ նրա նկարներից կան Հայաստանում, կապ հաստատեցինք պարոն Չալաևի հետ, ինքը համաձայնվեց եւ այդպես ամեն ինչ շատ հետաքրքիր զուգադիպություններով ստացվեց եւ մարտի 21-ին այդ օրը մուտքը ազատ է, կարող են գալ, տեսնել եւ վայելել նրա абստրակտ էքսպրեսիոնիզմը, ոչ։ Քանի նկար կա ցուցահանդեսին։ Մոտ 15 աշխատանք եւ մեկ աշխատանք էլ ինքը վերջերս նկարել եւ ձոնել է Հայաստանին, այնտեղ ինքը գրվածք էլ ունի, այո, դա էլ կարող են տեսնել։ Ինչ է։ Այդպես ոնց է պատկերված Հայաստանը։ Հայաստանը չի պատկերված։ Ես հասկացա, բայց Հայաստանի նվիրված աշխատանքը։ Իր ոճով շատ հետաքրքիր абստրակցիա է։ Իսկ վարպետը Հայաստանում եղել է թե չէ։ Կարծում եմ, որ ոչ։ Ինքը 75 թվականից հետո, որ արտագաղթել է Եվրոպա, հիմնականում Եվրոպա-Ամերիկա այդտեղ է ապրել։ Հա, իր հետ անմիջապես չեմ շփվել եմ Չալաևի միջոցով, բայց կարծում եմ չի եղել Հայաստանում։ Այս ցուցահանդեսն էլ առիթ չհանդիսացավ ինքը արդեն մեծ է, 87 տարեկան է, արդեն էլ դժվարությամբ է ճամփորդում, այո, հա։ Բայց իրականում հետաքրքիր է, որովհետև իրենց ժամանակին ասում են երիտասարդ ստեղծագործողներ, որոնք եղել են բավական համարձակ։ Այո, այս տեսակներն էլ են հիմա ահագին քիչ, որովհետև սիստեմին դեմ գնալը այն ժամանակ շատ ավելի վտանգավոր բան էր։ Այո, այդ նշանակում էր կյանքի ու մահու, այսինքն կռիվ։ Դու վստահաբար գիտեիր, որ մեծ մասամբ քեզ ապրելու հնարավորություն չի տրվելու, բայց իրենք գնում էին այդ երիտասարդները դրան։ Հիմա մենք շատ ավելի զգուշավոր ենք, ինչքան էլ փորձում ենք իբր լինել համարձակ, բայց շատ ավելի զգուշավոր ենք ու ես միշտ ասում եմ, այն ժամանակվա ստեղծագործողները իմանալով թե ինչ կարող է պատասխան լինել սիստեմի կողմից, հատկապես գրականության մեջ էլ, որը մի քիչ ինձ ավելի ծանոթ է, քան կերպարվեստը, որտեղ ես այդտեղ այդքան ինֆորմացիա չունեմ, իրականում ասում ես, այդ չգիտեմ, այդ ինչ գաղափարներ են իրենց ներսում ապրել, որ հանունի համար իրենք պատրաստ էին այդ տեսակ արճակատման գնալու սիստեմի դեմ։
Այդ դժվար էր։ Մենք միշտ է համակարգի դեմ կռիվ տալը եղել իհարկե, հա, խնդրահարույց, ինչպես ասում են, բայց այն ժամանակ դեռ խնդրահարույցը ո՞րն էր։ Ճակատագրական էր, կամ այս կողմ, կամ այն կողմ, եւ իրականում շատ հետաքրքիր կլիներ իհարկե խոսել, հարցազրույց վերցնել ու հասկանալ ինչ էին զգում ու մտածում այն ժամանակվա երիտասարդ ստեղծագործողները, երբ այդպես մի քանի գրքեր ունի գրած, որոնցից մեկը բեսթսելեր է ճանաչվել ժամանակին, կոչվում է Ժողովրդի թշնամին, իր ամբողջ այդ հուշերը, տպավորությունները 2005 թվականին է լույս տեսել, ինքը մի քանի գիրք է նաև գրել, շատ հետաքրքիր բազմատաղանդ մարդ է Վարաբյովը եւ այո նրա գիրքն էլ սկսել եմ կարդալ, դեռ շատ չեմ անցել առաջ, բայց շատ հետաքրքիր է այդ ժամանակաշրջանը նայել իր պրիզմայով։ Լավ, եթե մենք սովորական ասում եմ արվեստից դուրս մարդիկ չենք ճանաչում, իրականում նկարչության աշխարհում մեր նկարիչները հայտնի գիտեին իրեն ճանաչում են։ Այո, ասում եմ նրա բազմաթիվ ցուցադրություններից հետո էլ աշխարհով մեկ Եվրոպայում արդեն ինչքան շատ է ցուցադրվում, այնքան շատ է, չէ՞, քո անունը տարածվում, այնքան շատ է քո անունը գնահատվում, հա դու կարող ես լինել շատ լավ նկարիչ, բայց չցուցադրվել եւ քո մասին ոչ ոք էլ չիմանա եւ այդպես լավ նկարիչ էլ մնաս։ Ինչ հետաքրքիր է բացահայտել այս տեսակ անուններ ու հատկապես դե լավ է որ գրականություն էլ կա, որովհետև ահագին տալիս է ինֆորմացիա ճանաչելու անձը ու այդ ժամանակները, որովհետև ամեն անգամ մենք այդ ժամանակներին չենք եղել, բայց ամեն անգամ այդ ժամանակների իրական պատկերը տեսնում ենք այս տեսակ մարդկանց թողած հուշերի, իրենց անցած ճանապարհի շնորհիվ ու մեկ-մեկ ասում ես լավ, այս մարդիկ ո՞նց են ապրել։ Բառդ կարող է ճակատագրական լինել, վերաբերմունքդ ինչ որ բանի հանդեպ ճակատագրական լինել, կարծիք առհասարակ եմ որ ասում չգիտեմ, պիտի հայտներ թե չէ։ Ամեն ինչ լավ է, ժողովուրդը լավ է, որ ասում գունավոր ու պայծառ պիտի ներկայացնես։ Բոլորը ուրախ են, երջանիկ եւ անհոգ։ Բայց արի ուտես, որ իրականում իսկապես պայքարողներ եղել են։ Դա աստված, որ մենք մեր իրականության մեջ իմիջիալով տենց դեմքեր ունենանք։ Իդեպ խոսելով երիտասարդների մասին, համարձակ երիտասարդների, ասեմ, որ մեր հիմնադրամը ամեն տարի արդեն կազմակերպում է բաց կանչ, open call երիտասարդ ստեղծագործողների համար, նկարիչների համար, կապ չունի ազգությունը, կապ չունի տարիքը, երիտասարդ կարող են լինել նաև հոգով երիտասարդ, այսպես ասած։ Նրանք կարող են ուղարկել ազատ թեմայով իրենց աշխատանքները մեր հիմնադրամի էլեկտրոնային հասցեին, մեր բոլոր սոցկայքերի մեր էջերում ամբողջ ինֆորմացիան կա, ազատ թեմայով աշխատանքներ, ժյուրին ընտրում է մի քանի գործ, 2 աշխատանք միջև, եւ նրանք հնարավորություն կունենան մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը մեր հիմնադրամում, մեր արվեստային տարածքում ցուցադրություն է լինելու եւ 2 շաբաթ լիովին անվճար կարող են ցուցադրվել մեր տարածքում եւ անցած տարվա open call-ի արդյունքներով բազմաթիվ հրաշալի նկարիչներ բացահայտեցիք ինքներս մեզ համար ու շարունակում ենք նրանց հետ համագործակցել, արդեն մի քանիսի հետ կրթական ծրագրեր ենք անցկացրել, նրանք աշխատել են մեր տարածքում երեխաների հետ։ Ամեն տարի սրտատրոփ սպասում ենք, թե ինչ նոր հետաքրքիր անուններ ենք բացահայտելու։ Այդպես մեր հիմնադրամը մի կողմից զբաղվում է։ Սա առաջին անգամ եք անելու։ Սա երկրորդն է արդեն, անցած տարի առաջինն էր։ Հիմա երկրորդն է, այսինքն մենք մի կողմից զբաղվում ենք 20-րդ դարի հետաքրքիր արվեստագետների արվեստը ներկայացնելով, բացի այն, որ մեծ քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի արվեստն ենք մշտապես ցուցադրում, այլ նաև հարթակ ենք տրամադրում երիտասարդ ստեղծագործողներին ինքնաարտահայտվել, դրսևորվել եւ անվճար ցուցադրվել մեր արվեստային տարածքում։ Ոնց էր օրինակ առաջին անգամ նախ կար մասնակցություն ակտիվ Այո, ակտիվ մասշտաբի երիտասարդներ ունենք։ Երիտասարդներ ունենք, ասենք 18 տարեկանից մինչև 60-անց նկարիչներ, բավական հետաքրքիր աշխատանքներ էին ուղարկել, արդյունքում ընտրվեց մոտ 100 նկարչից 18 աշխատանք, մոտ 18 նկարչի մոտ երկուական աշխատանքով ցուցադրվեց մեր տարածքում, մեծ ռեզոնանս գտավ, բազմաթիվ այցելություններ ունեցանք եւ մարդիկ էլ իրենց համար նոր անուններ բացահայտեցին։ Ես այս հարցը չեմ կարող չտալ, Վարաբյովը գիտի ով է Նիկոլայ Նիկողոսյանը։ Այո, Վարաբյովը գիտի ով է Նիկոլայ Նիկողոսյանը, նրանք ծանոթ են եղել, նա շատ բարձր Մոսկվայում, դեռ միջև արտագաղթելը, նա շատ
լավ բարձր կարծիք ունի Նիկողոսյանի մասին եւ անցնելով առաջ ասեմ, որ աշնանը սպասվում է Վարաբյովի աշխատանքների ավելի մեծաթիվ աշխատանքների ցուցադրություն Մոսկվայի Նիկո պատկերասրահում, որը Նիկողոսյանի տուն-թանգարանն է, նա դեռ կառուցել է դա իր կենթանության օրոք, այնտեղ նույնպես ցուցահանդեսներ, համերգներ են կազմակերպվում եւ աշնանը այնպես հրաշալի ցուցադրություն է սպասվում նաեւ Մոսկվայում։ Այդքան լավ գիտի Նիկողոսյանին։ Դե մենք մեծ վարպետ ենք, մեծ վարպետ ենք ունեցել։ Այո։ Ինչի մասն է խոսքը։ Մեծ քանդակագործ։ Այո, որ իմացել է, որ Նիկողոսյանի անունը կրող հիմնադրամ էլ կա Երևանում, մեծ սիրով համաձայնվել է, որ իր աշխատանքները ցուցադրվեն նաև այստեղ։ Այս մեծ վարպետի անունը ամենտեղ օգնում է մեզ։ Դե, այո, Աստամար պիտի կարողանա այնպես ապրել, որ իր անունը հետո հարցեր լուծի, անգամ իր ֆիզիկական բացակայությունից հետո։ Այդ տեսական հատներ իհարկե միշտ քիչ են լինում կամ քիչ են ծնվում, չգիտեմ։ Այդպես էլ պետք է լինի, Եվ այդպես էլ գուցե այո, պիտի լինի, գոնե թե ամեն ոլորտում հաստատ մեկը կա, ու գոնե թե ես ուրախ եմ, որ մենք հայերս կարող ենք այդ տեսակ շատ անուններ հնչեցնել, որովհետև իրականում միշտ չէ, որ բախտդ կարող է բերել եւ դու յուրաքանչյուր ոլորտում ունենաս աշխարհի մակարդակով դռներ բացելու կամ հայտ ներկայացնելու այդ ասպարեզում անուններ եւ Հայաստանի բախտը այդ առումով շատ է բերել։ Մենք իսկապես ունենք յուրաքանչյուր ոլորտում այն տեսակ անուններ, որոնք կարող են հարցեր լուծել են, որ ասում են։ Ձեզ շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, ես չգիտեմ, մենք հասցրեցինք ասել քանի օր է տևելու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը դեռ մի քանի շաբաթ լինելու է, մինչև ապրիլի կեսեր, այնպես որ հնարավորություն կլինի անպայման, ցանկացողները կարող են գալ, դիտել եւ վայելել աշխատանքները։ Շնորհակալ ենք ձեզ, որ մեր հյուրն եք, շնորհակալ ենք հետաքրքիր նորությունների համար։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, էլի այո, բայց կա հնարավորություն շաբաթ կիրակիները արվեստին մոտ լինելու։ Ասում եմ ցանկություն է պետք։